Բարի օր, լուրերի թողարկումն է Ազատության եթերում։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող Գևորգ Մուրադյանը, նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ Ուրեմն պարոն Մուրադյանը միաձայն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Երևանի պետական համալսարանի։ Բարդացել են թե ֆինանսական խնդիրների, թե հասարակության կրթության նկատմամբ ընկալման տեսակետից, բարդացել են նաև բարձ խոսենք, նաև դասախոսական անձնակազմի ոչ թե պատրաստվածության, այլ այսօրվա ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում տրվող կրթության տեսակետից։ Մենք խնդիրներ ունենք բոլոր ուղղություններում եւ բոլոր ուղղություններում կա աշխատանք կատարելու։ Առաջնային նպատակը, որը տեսնում եմ, իրականում քիչ կարող եմ ինչու՞ է դիագնոստիկան։ Պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունները, պետք է հասկանալ ինչ պոտենցիալ ունի Երևանի պետական համալսարանը, ինչ բարեփոխումների հնարավորության դեպքում մենք կարող ենք բերել թե շատ ավելի մեծ գումարային ներհոսք դեպի Երևանի պետական համալսարան, թե շատ ավելի լավ վարձատրել մեր դասախոսներին, թե շատ ավելի բարձր որակի կրթություն տալ, միջազգային իմաստով բարձր կրթություն տալ մեր ուսանողներին։ Կարծում եմ, այդ երեք կտորների միավորման արդյունքում կստանանք համակարգ, որը կբերի Երևանի պետական համալսարանի հեղինակության միայն բարձրացմանը։ Մի բան, որ կարող եմ խոստանալ, որ իմ բոլոր գործողությունները միշտ ուղղված են լինելու Երևանի պետական համալսարանի շահին, օբյեկտիվ շահին։ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստն է, երբ համալսարանի գլխավոր մասնաշենքը շրջափակված չէ եւ ուսանողների ու դասախոսների ազատ տեղաշարժը սահմանափակված չէ։ Facebook-ում գրել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այսօր մեկնարկում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելու թե հեղափոխությունից հետո ինչ հեռանկարներ են բացվել Հայաստանում ներդրումների համար։ Շվեյցարական քաղաքում անցկացվող հեղինակավոր այս ֆորումին ներկա են առաջնորդներ մի շարք երկրներից։ Արդիական աշխարհի քաղաքական եւ տնտեսական գործիչների մի մեծ խումբ այսօր հավաքվում է Դավոսում, որտեղ գումարվում է համաշխարհային տնտեսական ֆորումը։ Մասնակիցների թվում են պետությունների, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների եւ բարեգործական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, կրոնական առաջնորդներ, հասարակական հայտնի գործիչներ, հանրային գործունեություն ծավալող արվեստագետներ եւ շոու բիզնեսի աստղեր։ 2019 թվականի Դավոսյան ֆորումի նշանաբանն է 4.0 համաշխարհային ճարտարապետության ձևավորումը 4-րդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում։ Հիմնական թեմաներն են գլոբալ համագործակցության մարտահրավերները եւ թվային հեղափոխության բերած փոփոխությունները։ Գլոբալացման 4-րդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական եւ կայուն։ Մենք թևակողում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների եւ աշխարհքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է։ Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունը առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար, ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր եւ երկարամյա ղեկավար պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ 2019 ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի համադաշնության նախագահ Ուլի Մայերը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքեր։ Իդեպ վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման շատդաունի հանգամանքը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ
Դոնալդ Թրամփը չեղարկել է իր, ինչպես նաև ամերիկյան այլ ներկայացուցիչների մասնակցությունը Դավոսյան ֆորումին։ Հավելենք, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսում կներկայացնի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրերս Դավոսի ֆորումի կայքում հրապարակվել է վարչապետի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, մարտահրավերների եւ ձգտումների մասին։ Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել, գրել է վարչապետը, նշելով, որ 2018 թվականի ապրիլյան շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլև ամբողջ աշխարհում ապրող հայությանը։ Դավոսի 2019 թվականի համաշխարհային տնտեսական ֆորումը կավարտվի հունվարի 25-ին։ 10 տարվա վաղեմության լուսանկարները Facebook-ում հրապարակելու արշավը իրենց կամքից անկախ հասել է երկրների ղեկավարներին։ Լրագրողները համադրել են հետխորհրդային պետությունների առաջնորդների ներկայիս և տասնամյակ առաջվա լուսանկարները։ Հիմնականում բան չի փոխվել, նույն լիդերներն են նախագահի աշխատասենյակում։ Բացառությամբ Հայաստանի ղեկավարի, որ 10 տարի առաջ բանտում էր։ Այս օրերին, երբ Facebook սոցիալական ցանցում լայն թափ է հավաքում 10 տարվա փոփոխություններին նվիրված արշավը 10 Years Challenge-ը, Ազատության Current Time հեռուստածրագիրն ամփոփել է, ինչ է փոխվել նախկին Խորհրդային Միության երկրներում, ովքեր են այսօրվա ղեկավարները և ինչով էին նրանք զբաղված մեկ տասնամյակ առաջ։ Ամենաակնհայտ փոփոխությունն արձանագրվել է Հայաստանում։ 10 տարի առաջ ընդդիմադիր, մարտի 1-ից հետո ազատազրկված Նիկոլ Փաշինյանը հիմա պետության առաջնորդն է։ Անցած տարի նախաձեռնած բազմամարդ ցույցերից և շուրջ 10 տարի իշխող Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուց հետո 2009-ին մինչդեռ դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ադրբեջանի իշխանական վերնախավում արդեն 13 տարի է ոչինչ չի փոխվում։ 2003-ից ի վեր նախագահը Իլհամ Ալիևն ով իշխանության ղեկը ստանձնեց հոր, նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակելուց անմիջապես հետո։ Անցած տարի նախագահական ընտրություններում Ալիևը հերթական հաղթանակն արձանագրեց, ստանալով ձայների 80%-ից ավելին։ Ընդ որում տարիներ առաջ սահմանադրությունը նրա նախաձեռնությամբ փոխվել էր և նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել 5-ից 7 տարի, ինչը ենթադրում է, որ Ալիևը կարող է նախագահականում մնալ առնվազն մինչև 2025 թվականը։ Բելարուսում արդեն ոչ թե 10, այլ 25 տարի է, ամեն ինչ կայուն է և կանխատեսելի, գոնե նախագահության հարցում։ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի առաջնորդն է 1994 թվականից նախագահի պաշտոնը հիմնելու առաջին օրից։ 2 ժամկետ պաշտոնավարելուց հետո Լուկաշենկոն սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց, հնարավորություն տալով ինքն իրեն առաջադրվել ու իշխանավարել որքան կամենա։ Այդուհետ մինչ օրս նա բոլոր ընտրություններում ստանում է ձայների առնվազն 79%, մինչ արևմտյան կառույցները հայտարարում են կեղծիքների և ընդդիմության դեմ լայնածավալ ճնշումների մասին։ Ղազախստանում առաջնորդի լուսանկարը թարմացնում են մեկ պատճառով՝ մազերն են սպիտակել։ Նուրսուլթան Նազարբաևը նախկին Խորհրդային Միության տարածքի ամենաերկարակյաց առաջնորդն է, իշխում է արդեն շուրջ 29 տարի։ 2010-ից սահմանադրությամբ 78-ամյա Նազարբաևի համար հատուկ կարգավիճակ են ամրագրել՝ Ղազախստանի առաջին նախագահ և ազգի առաջնորդ։ Գերտերության Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը 10 տարի առաջ վարչապետի աթոռին էր կարճատևայցով։ 2 ժամկետ նախագահելուց հետո 2008-ին նա ժամանակավորապես տեղափոխվեց կառավարություն, պաշտոնը զիջելով Դմիտրի Մեդվեդևին, հետո շախմատային փոխատեղմամբ ամեն ինչ վերադարձավ իր շրջանը սյուր։ Անցած տարի Վլադիմիր Վլադիմիրովիչը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ նախագահ։ Հերթական հաղթանակից ընդամենը մի քանի ամիս անց Չեչնիայի խորհրդարանը Պետդումա ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի միևնույն անձը կարող է 3 անգամ անընդմեջ դառնալ Ռուսաստանի նախագահ։ Գործող ժամկետի ավարտին 2024-ին Պուտինը կլինի 72 տարեկան։ Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր Հայկ Մարությանը, Երևանի քաղաքապետը մանրամասներ է պատմել, երբ կլուծվի տրանսպորտի խնդիրը, անդրադարձել է նաև պարգևավճարների աղմկահարույց պատմությանը։ Հայտնի է, որ գումարներ ստացել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները, նրանց անուններն ու պաշտոնները սակայն չեն հրապարակվում։ Պարոն քաղաքապետ, դուք ի վերջո արդարադատության նախարարությունից ստացաք պատասխան, կարող եք հրապարակել պարգևատրման ցանկը, որովհետև ձեր քաղաքական թիմի մարզպետները հրապարակել են ավելին մի քանիս իրենք իրենց են հավատա պարգևատրել,
կարող է դուք եք ձեզ պարգևատրել։ Մենք չենք ստացել դեռ նամակը, ես սրտատրով սպասում եմ նամակին, իրոք, այսօր նույնպես տեղեկացա, որ դեռ չենք ստացել։ Բնականաբար ես ինձ չեմ պարգևատրել եւ չեմ էլ պարգևատրելու, այսինքն սա իմ որոշումն է, որ ես պրեմիաներ չեմ ստանալու։ Իմ այստեղ քաղաքապետի պաշտոնում գտնվելը շատ սկզբունքային հարց է եւ կապված չի գումարների հետ, այսպես ասեմ։ Այնպես որ սպասենք կարգավորության նախարարությանը, ինչ պատասխան կտան եւ մենք այդպես էլ կշարժվենք։ Դուք ասում եք, որ դա անձնական տվյալների գաղտնիության հարց է, այս դեպքում ձեր քաղաքական թիմի մարզպետները խախտել են դա հրապարակելով այդ ցանկը։ Ճիշտ ասած, ամեն մեկը իր արարքների համար ինքը պետք է պատասխան տա։ Ճիշտ է, որ դուք մի քանի անգամ հրաժարականի դիմում եք գրել, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել։ Ոչ։ Դուք խոստանում եք, որ Ամռանը կենտրոնը կրկին չի բուրի գարշահոտություն կենտրոնում եւ առնետները չեն լցվի շքամուտքեր։ Օրինակ, պատրաստ եք ոտքով քայլել մտնել այդ շենքերը, որտեղ հենց արդեն մուտքի մոտ առնետները ձեզ կդիմավորեն։ Մեր շենքը օրինակ թագավորություն է առնետների։ Ոչ, այդպիսի բան չի լինի եւ այո, պատրաստ եմ, ասեմ ավելին, այս ընթացքում, ինչ ես արդեն քաղաքապետ եմ, մշտապես շաբաթ եւ կիրակի օրերը անցկացնում եմ թե աղբավայրում, թե շենքերի այդ աղբամուղերի տակը, անձամբ ինքս ստուգում եմ, եթե խնդիր կա, զանգում եմ, ասում եմ, որ գան այդ խնդիրները լուծեն, այնպես որ շատ մոտիկից, շատ ֆիզիկապես մոտիկից ծանոթ եմ այդ խնդրին, իրապես ինքս եմ շատ հաճախ իմ մեքենայի մեջ կան ձեռնոցներ, ռետինե եւ ինքս էլ շատ հաճախ որ միջև սպասել որ մեկը գա, քանի որ ես մի քիչ իմ բնավորությամբ sense արագաշարժ եմ, անհանգիստ եմ, այդ հարցը արագ լուծում եմ, անցնում եմ առաջ։ Լավ, երբ ենք նորմալ տրանսպորտ ունենալու։ Այս այն թեման է, որ ես ասում եմ 2 տարվա ընթացքում եւ ասին 2 տարի հետաձգվում, ոչ, 2 տարի չի հետաձգվում։ Ես վերջերս Daimler ընկերության հետ հանդիպեցինք նաեւ այս հարցով, ուրեմն իրենք արտադրում են 1600 ավտոբուս տարեկան։ Այսինքն անգամ եթե այս պահին գումարը ասենք մեր ձեռք լինի, ասենք արտադրենք մեր ավտոբուսները, հազիվ մի տարվա մեջ մեզ արտադրեն այդ ավտոբուսները տային, պատկերացրեցիք, չէ։ 2 տարվա ընթացքում սա նշանակում է այս պահին, երբ արդեն ընկերությունը վերջնական տա մեզ արդյունքները, 6 ամիս մեզ պետք է իմպլեմենտացիայի համար, 6 ամիս մրցույթի համար, որ օպերատորները ընտրվեն եւ արդեն մնացած 1 տարին այդ օպերատորի գույքի ձեռքբերում, տեղում աշխատանքներ եւ այլն։ Առնվազն 2 տարի, սա այն դեպքում, երբ օպերատորներին հետաքրքիր լինի մեր շուկան։ Այսինքն այստեղ, գիտեք, ես ոնց նկարագրեցի, ամենասահուն, ամենալավ տարբերակ։ Տանը շուն ու կատու պահող երևանցիները դժգոհ են, չեն ուզում տարեկան տուրք վճարել։ Քաղաքային իշխանություններն ասում են փողը մի մուծեք, բայց պարտադիր է գրանցել կենդանիներին, պատվաստել, չիպավորել։ Երևանի քաղաքապետարանը առայժմ դադարեցրել է ծանուցումներ ուղարկել ընտանի կենդանիների համար գանձվող տարեկան 5000 դրամ տուրքի մասին։ Ազատությանը տեղեկացրեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Այդ ծանուցումները բողոքի ալիք էին բարձրացրել ընտանի կենդանիներ պահող քաղաքացիների մոտ։ Այս օրերին սոցցանցերում ակտիվորեն քննարկվում էր այդ տուրքի նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Եթե քաղաքացին կարծում է, որ այդ տուրքը վճարելով կօգնի իր կենթանուն, իրեն եւ իր քաղաքին, ինքը կարող է վճարել այդ տուրքը։ Այդ տուրքը սահմանված է։ Տուրքի հավաքագրման մեխանիզմները մինչև հստակեցվեն տուրքի նպատակահարմարությանը եւ այլ հարակից հարցեր, կարելի է փաստացի ասել, որ տուրքի գործողությունը կասեցված է։ Քաղաքապետարանը ծանուցումներ չի ուղարկում, հետևաբար նաև սանկցիաներ չի լինի տուրքը չվճարելու պարագայում։ Կարանք այս հատվածում նկարվենք, հա Ռոքսի։ Ինքը սիրում է նկարվել, արի։ Արի ստեղ Ռոքսի գնացինք։ Համաձայն տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի քաղաքային բնակավայրերում ավականու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար օրացուցային տարվա համար քաղաքացին պետք է վճարի 5000 դրամ։ Գումարի չափը սահմանվել է 2016 թվականին ընդունված փոփոխությունների արդյունքում։ Սա գիտեք ոնց է, մի տեսակ ոնց որ դու այն սիրո ու այդ հավատարմության համար որ կա այդ կենդանու եւ մարդու միջեւ ոնց որ դու ինչ որ բան վճարես։ Միգուցե օրինաչափ կլինի, երբ որ մենք կհասկանանք ինչի համար է պետք վճարել։ Բայց ոնց որ դու ավել երեխա ունենալու համար տուրք վճարես, հա, սենց իսկապես այդպես է։ Ու դա կարող են հաստատել այն մարդիկ, ովքեր որ կենդանի են պահում։
Գագիկ Աղբալյանը, ով 1 տարուց ավելի է ինչ տանը շուն է պահում, ասում է, եթե օրենքը հիմնավորվի, սիրով վճարումը կանի։ Նկատում է, օրինակ, շուն պահելն իրենից մեծ ծախսեր է ենթադրում։ Եթե լրացուցիչ տուրք է լինի, շատերը գուցե հրաժարվեն կենդանի պահելուց։ Տեսեք, մենք տարիներ շարունակ հայտնի ենք որպես կովկասյան ժողովուրդներից, որ շուն են կռվածնում։ Հետո դեպքեր են եղել, որ ահազանգներ ա եղել կենդանիների խնամքով զբաղվող մարդկանց եւ կազմակերպությունների կողմից, որ այստեղ այնտեղ շուն են կապել մեքենայից քաշ են տվել։ Մենք դեռ պետք է մի քիչ գանք այն վիճակին, որ ավելի շատ ընտանիքներում կենդանի պահեն, այդ երեխեքը, որ մեծանում են այդ բնակարաններում, իրանք մի քիչ հասկանան ինչ է նշանակում կենդանու նկատմամբ խնամք տանել, հոգատարություն, այդ պատասխանատվությունը զգան։ Հետո կգա ինչ-որ մի փուլի կհասկանանք, որ իսկապես կենդանիներ ունենալու համար պետքա տուրք տալ ու հիմնավորված կլինի, դե հիմա կվճարենք։ Ջեսո, արի Ջես, давай. Թերի, ապրես, չալո, դու չես գալիս գանց։ Անի Մկրտչյանը, ով տանը 4 շուն է պահում, որոնցից 3-ին փողոցից է բերել, ասում է պետական տուրքը կվճարի այն դեպքում, երբ քաղաքում կլինեն շների համար հարմարեցված այգիներ, հատուկ տարածքներ։ Հիմա այսինքն ես 4 շուն ունեմ կամ ես միակը չեմ քաղաքում, որ շատ ունեմ, շատ մարդիկ կան, ես պատկերացնեմ, որքան կլինի վճարները։ Այդպես համ ստացվում է, մենք համ կամավոր ենք լինում, օգնում ենք դրսի շներին, դժբախտ վիճակներում կամ ինչ-որ վիրահատություն, մեքենայի տակ ընկած։ Եթե կենդանասեր ես, անընդհատ ականջը լսում է այն ցավը, վնգստոցը, այն շանձայինը, որը որ օգնության կարիք ունի։ Ու անընդհատ կյանքի բերումով անընդհատ մենք առնչվում ենք այդ խնդիրների հետ։ Այսինքն համ ամսական կամավոր մենք տալիս ենք որոշակի գումար դրսում եղածների համար, ինչը որ պետքա քաղաքապետարանը լուծի, այլ նաև մեր շների համար։ Բարձա բոլորս ունենք ընտանիքի անդամներ կամ ընտանիք կենդանիներ ունեցողները ինձ կհասկանան, ինչքան շատ են խնդիրները իրանց հետ կապված լինում։ Դեռ պարզ չէ, թե որ կենդանու համար է սահմանվելու տուրքն ու հաշվառումն ինչպես է արվելու։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Ազատության հետ զրույցում ասաց. հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը, քաղաքապետարանում քննարկումներ են իրականացվելու։ Կա օրենքից բխող գործառույթներ, դա պիտի արվի։ Այլ հարց է, որ մենք ունենք այլ մոտեցում եւ այլ մոտեցմամբ առաջարկով հանդես կգանք, որ փոփոխություն արվի օրենք։ Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Պաշտոնանկության պատճառները դեռ հայտնի չեն, Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, կներեք, որ չեմ պատասխանում զանգերին, չգիտեմ ինչ պատասխանել»։ Գրիգորյանի ղեկավարած կառույցը ստուգումներ էր անցկացրել ամուլ սարում եւ աղմկարույց որոշում կայացրել Լիդիան Արմենիային հանձնարարելով ձեռնպահ մնալ հանքավայրում ընդերք օգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարել, մինչև նոր փորձաքննության իրականացումը։ Եվ միջազգային լրահոսից մեկ հրատապ լուր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ դադարեցվել է ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ քրեական հետապնդումը, նա երրորդ շաբաթն է ազատազրկման վայրում հացադուլ էր հայտարարել, օրերս Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանի մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք էր անցկացվել։ Այսքանն այս թողարկմանը, կհանդիպենք ժամը 13-ին։